Փորկապությունը բուժող հիանալի ժողովրդական միջոցներ։ Եթե 2 օրից ավելի աղիները չեն դատարկվել, ուրեմն ձեզ մոտ փորկապություն է։ Աղիների դատարկման հաճախականությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Բուսական սնունդ նախընտրող մարդկանց մոտ դա կատարվում է օրը 2 անգամ, խառը սննդակարգ ունեցողների մոտ օրը 1 անգամ, իսկ միս և ձու հաճախակի օգտագործողների մոտ 2, նույնիսկ 3 օրը 1։ Փորկապությամբ տառապող մարդիկ բողոքում են որովայնում անհարմարավետության զգացողությունից, գլխացավից, ախորժակի բացակայությունից և դեպրեսիայից։ Երկարատև փորկապության դեպքում պետք է շտապ բժշկի դիմել, սակայն կարող եք խուսափել դրանից, եթե հետևեք որոշ խորհուրդների։ 2 ճաշի գթալ ցորենի թեփի վրա լցնել 1 բաժակ տաք կաթ կամ ջուր, ծածկեք շորով և թողեք 40 րոպե։ Առավոտյան և քնելուց առաջ խմեք կեսական բաժակ։ Ամեն օր նախաճաշից կես ժամ առաջ 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմեք։ Շատերը տաք ջուր են խմում, բայց դա սխալ է, քանի որ տաք ջուրը շատ արագ ներծծվում է և պետք եղած ազդեցությունը չի թողնում։ Սոված վիճակում 2 չմաքրած խնձոր կերեք։ Լավանում է ոչ միայն աղիների գալարակծկանքը, այլև ակտիվ նյութերի, պեկտինների շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս տոքսիններն ու խարամները։ Նարինջը փորկապությունից ազատվելու հիանալի միջոց է, քնելուց առաջ 1 նարինջ կերեք։ Ամեն առավոտ 1 բաժակ մասուրի թուրմ խմեք։ Առավոտյան արթնանալուց հետո անկողնում պառկած 20-30 անգամ բարձրացրեք և իջեցրեք իրանի վերին հատվածը։ Դրանից հետո կանգնեք հատակին, ձեռքերը դրեք կոնքերին և այնքան անգամ կքանստեք, ինչքան կարող եք։ Կքանստած վիճակում մնացեք 3-ից 5 վայրկյան։ Աղիները կսկսեն աշխատել։ Աղի մթերքները, սառը խմիչքները, պաղպաղակը, պոմիդորը, մեղրը, սև հաղարջը, ծիրանը, բալը, տարեկանի հացը, սալորը, հնդկաձավարի շիլան, բազուկն ու կաղամբը ուժեղացնում են աղիների գալարակծկանքը և թույլ չեն տալիս փորկապություն առաջանա։ Քնելուց առաջ միանգամից խմեք 1 բաժակ մածունի և 1 ճաշի գթալ արևածաղկի կամ ձիթապտղի յուղի խառնուրդ։ 7 օր քնելուց առաջ կես բաժակ վարունգի թթվաջուր խմեք։ Երկարատև փորկապությունները բուժում են բազուկի հյութով։ Պետք է իրար խառնել հավասար քանակությամբ բազուկի և գազարի հյութերը։ Նյութի տեքստային տարբերակը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Առողջ եղեք։